Բարև ու բարի գալուստի Մալիք։ Իմ անունը Վեգա է ու եթե սիրում ես բամբասանքներ, դրամաներ ու սկանդալներ հիմնականում հայտնիների մասին, ապա ճիշտ տեղում ես։ Ես որ խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել ալիքին, այդ թեմայով լիքը վիդեոներ բաց չթողնելու համար։ Քանի որ վաղուց Sunday teach էի արել, այս թողարկման մեջ որոշ նորություններ կարող է հնացած թվան, բայց ես դրանք ամեն դեպքում կպատմեմ, քանի որ գուցե կան մարդիկ, որոնք չգիտեն այդ մասին ու սպասում են, որ ես պատմեմ։ Եթե նախորդ թողարկումները նայել եք, երևի նկատած կլինեք, որ ավելի շատ սիրային առումով տխուր թողարկումներ էին ստացվում, անդադ տարբեր զույգերի բաժանվելու մասին էի պատմում։ Այս անգամ բարեբախտաբար այդ առումով ուրախ թողարկում է սպասվում, որովհետև լիքը լավ նորություններ կան։ Սկսենք երևի ամենակարևորից ու ամենահնչեղից, մեր բոլորի շատ սիրելի Ariana Grande-ն ամուսնացել է։ Ariana-ն ինչ-որ մեծ հարսանիք չի արել, եղել է շատ փոքր միջոցառում, մասնակցել են միայն ու իր ամուսնու Delton Gomez-ի հարազատները, մոտ 20 հոգի, աղմկոտ ինչ-որ երեկույթ չի եղել, ով որ չգիտի, նրանք հանդիպում են 2020-ի սկզբերից, մոտավորապես նշանվել էին դեռ ամանորից առաջ։ Delton-ի մասին էլ ասեմ, ով որ չգիտի, ինքը Ariana-ի ոլորտի ներկայացուցիչ չի, անշարժ գույքի գործակալ է, խոսքով հարուստ տղա է։ Միացել է եւս մի հայտնի զույգ, խոսքը Kylie Jenner-ի ու նրա երեխայի Stormy հայրիկի Travis Scott-ի մասին է։ Զույգը ըստ աղբյուրների վերամիավորվել է ու բավականին ժամանակակից ձևով, նրանց մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ չնայած նրան, որ Kylie-ն ու Travis-ը որոշել են վերամիավորվել, նրանք որոշել են, այսպես ասած, open relationship, ունենալ։ Open relationship-ը, ով չգիտի, հարաբերությունների այն տեսակն է, երբ զույգը միասին է, սակայն էքսկլյուզիվ չեն իրար հետ, այսինքն կարող են ցանկության դեպքում հանդիպել ու տեսնվել այլ մարդկանց նույնպես։ Ինչևէ, այս շրջանում Kylie-ն ու Travis-ը հարաբերությունների այս ձևն են ընտրել, թե հետո ինչ կլինի, զույգը նշել է, որ իրենք էլ չգիտեն, ամեն դեպքում այս շրջանում իրենք միասին են։ A$AP Rocky-ն վերջապես խոստովանել է, որ Rihanna-ն իր կյանքի սերն է, իհարկե այն մասին, որ զույգը իրար հետ վաղուց գիտեին, իրենք այսպես շատ բաց չէին խոսում, բայց կարելի ասել հաստատում էին, այսպես թեկուզ փոքրիկ ակնարկներով, բայց հիմա GQ-ին տված հարցազրույցում A$AP ավելի անկեղծացել է ու ասել է, որ շատ ուրախ է, որ հանդիպել է Rihanna-ին, որ Rihanna-ն իր համար այն մարդն է, ում հետ կուզեր անցկացնել ամբողջ կյանքը։ She's the one, մի խոսքով ասել է A$AP-ը։ Այնքան էլ ուրախ չեն նորությունները Kim Kardashian-ի մասին, Kim-ը շատ տարօրինակ քրեական պատմության կիզակետում է հայտնվել, պարզվում է, որ Kim Kardashian-ի տանը գտել են մի արձան, որը դեռևս հռոմեական կայսրությունից եկած արձան է, եթե չեմ սխալվում, արժի շատ թանկ ու փաստորեն շատ անօրինական ճանապարհներով է հայտնվել Kim-ի տանը, դա պատկանում է Իտալիայի կառավարությանը իրականում, երկրից հանել են այն բավականին անօրինական ձևով, 2016-ին է հայտնվել դա Kim Kardashian-ի տանը ու ինչևէ հիմա ոստիկանները գտել են ու Kim-ը սենց պատմությունների մեջ է, ինքը հերքել է, ասել է, որ արձանը ինքը չի գնել, դա գնել է Kanye-ն հավաքածուով ընդհանուր, այսինքն դա միակ արձանը չի եղել, որ գնել է, այդ ժամանակ Kanye-ն մեծ քանակությամբ արձաններ ու ընդհանրապես արվեստի գործեր է գնել, այդ թվում այս արձանը։ Kim-ն ասել է, որ ինքը շատ ցավում է, եթե կանոման պատմություն, եթե արձանը անօրինական ձևով է հասել Միացյալ Նահանգներ, նշել է, որ պատրաստ է համագործակցել ու հույս ունի, որ այս պատմությունը շատ արագ լուծում կգտնի։ Ամեն դեպքում տխուր մասին նույնպես հասանք, Lady Gaga-ն Oprah-ի հետ հարցազրույցում անկեղծացել է ու պատմել է իր կյանքի ամենածանր դրվագներից մեկի մասին, ավելի վաղ էլ Gaga-ն պատմել էր, որ սեռական բռնություն է ենթարկվել դեռահաս ժամանակ 19 տարեկանում պրոդյուսերներից մեկի կողմից։ Հիմա ավելի մանրամասն այս թեմայով խոսել է, ասել է, որ դրանից հետո շատ լուրջ հոգեկան ու ֆիզիկական խնդիրներ է ունեցել առողջական, որ իրենից շատ երկար ժամանակ է պետք եղել կազդուրվելու համար ու որ իրականում մինչև օրս էլ ինքը այդ ամեն ինչը լրիվ չի հաղթահարել։ Շնորհակալություն TikTok-ով հետաքրքրված բոլոր մարդկանց, որ դիմացան վիդեոյի առաջին կեսը, ձեր ամենասիրած մասը հենց այստեղ սկսվում է։ Սկսենք նրանից, որ Bryce Hall-ի գործերը սիրային առումով այնքան էլ լավ չեն։ Ոնց գիտեք, ինքը բաժանվել էր Addison Rae-ից, իր նախկին ընկերուհուց, բայց պարբերաբար թվիթներով եւ այլն խոսում
այլն մասին, հասկացնում էր sense ասած, որ դեռ սիրում է Addison-ին ու որ չի հերքում, որ մի օր միասին կլինեն։ Ոնց նախորդ թողարկումներից մեկում ասել էի, վերջերս Addison-ին հնարավորություն տրվեց իրեն փորձել կինոյում He's All That filmում, ու այս ֆիլմում ինքը խաղում է Tanner անունով մի դերասանի հետ, ում ազգանունը ես ցավոք չեմ կարողանում արտասանել։ Ու վերջերս տեղի ունեցավ MTV Movie and TV Awards-ը, որտեղ Tanner-ն ու Addison-ը ներկայացել էին միասին ու իրենք այնտեղ համբուրվեցին տեսախցիկների առաջ։ Բնականաբար սա PR քայլ էր, արված հենց ֆիլմի համար, ֆիլմի առաջ խաղացման համար, բայց այս մասին իհարկե Bryce Hall-ը արտահայտվել էր Twitter-ում, գրել էր, որ իհարկե սա շատ ցավեցնում է իմ սիրտը, բայց ինչևէ ես առաջ եմ անցնում եւ հետեւում եմ թողում այս ամենը։ Ինչևէ, մի խոսքով բավականին հուզիչ տեսարան էր։ Իդեպ այստեղան Tanner-ը նույնպես ընկերուհի ունի, ինքն էլ share էր արել այդ համբույրը, ինչ որ սարկաստիկ փոքր կոմենտ էր գրել, բայց ակնհայտ էր, որ աղջիկը տեղյակ է ու շատ լավ գիտի, որ սա ընդհանրապես PR քայլ է։ Խոսելով Bryce Hall-ի ու PR քայլերի մասին, ոնց գիտեք, շուտով Bryce Hall-ը պատրաստվում է բռնցքամարտել Ace Family Austin-ի հետ, ինչպես նաև այլ TikToker-ներ, այլ YouTuber-ների հետ, այդպես մեծ բռնցքամարտի երեկո է սպասվում, որտեղ նրանք պատրաստվում են իրար ծեծել իհարկե գումարի համար ու հերթական մամուլի ասուլիսներ, որի ընթացքում իրենք իբրև թերի վիճեցին, Bryce-ի նյարդերը իբրև թե տեղի տվեցին, նա հարձակվեց Austin-ի վրա, սկսեցին հենց ասուլիսի ընթացքում միմյանց քաշ քշել, ծեծել։ Արդյոք այս ամենը նույնպես իմ կարծիքով PR քայլ էր, որպեսզի ել ավելի շատ ուշադրություն հրավիրվի այս միջոցառման վրա, որը տեղի է ունենալու, միանշանակ։ Արդյոք մարդիկ սկսեցին քննարկել ու խոսել այս մասին, իհարկե։ Բայց դե բնականաբար կան նաև շատ ավելի խելացի մարդիկ, որոնք հասկանում են, որ այս ամենը իրականում կազմակերպած է, հնարավոր է, որ դռների հետևում Bryce-ն ու Austin-ը նույնիսկ շատ լավ ընկերներ են, ու ի սկզբանե էլ գրել, պլանավորել ու պայմանավորվել են, թե այս ամենը ինչ սցենարով է ընթանալու։ Եթե հիշում եք նախորդ թողարկումների ամենակննարկված թեման Jaden Hossler-ի ու Nessa Barrett-ի միասին լինելն էր, այն մարդկանց համար, ովքեր թեմայից տեղյակ չեն, սա բավականին աղմկահարույց իրադարձություն էր, որովհետև Nessa Barrett-ը Josh Richards-ի ընկերուհին էր ու ուներ մտերիմ ընկերուհի Matt Lewis-ը, Jaden Hossler-ն էլ Matt Lewis-ի boyfriend-ն էր ու Josh Richards-ի մոտ ընկերը։ Գիտեմ, որ շատ սխալն է լինում, բայց ինչևէ նրանք մտերիմ ընկերներ էին, իրանք էլ մտերիմ ընկերուհիներ էին, նրանք միասին էին, իրանք էլ էին միասին, հիմա այն երկուսն են միասին։ Մի խոսքով, եթե հանկարծ տեղյակ չեք, երևի ոչ էլ կարողանամ բացատրել։ Բայց ինչևէ, այս ամենից հետո իհարկե Matt Lewis-ը բավականին վատ հոգեբանական վիճակում էր, բայց երկրպագուները շատ ուրախ են նրա համար, որովհետև Matt-ը կարծես է արդեն նոր հարաբերություններ ունի։ Christian անունով TikToker-ի հետ է սկսել հանդիպել, բոլոր մեկնաբանություններում գրում են, որ նրանք շատ գեղեցիկ զույգ են, գրում են, որ Matt-ի մոտ upgrade է sense ասած, դա երբ որ քո ներկա կողակիցը ավելի լավն է տեսքով հիմնականում, քան նախկինը։ Ինչևէ, մարդիկ ուրախ են, որ Matt-ը կարողացել է դուրս գալ այդ ստրեսից, այդ ամենը հետևում թողնել ու նոր հարաբերություններ սկսել։ Այսքանն էին շաբաթվա նորությունները, եթե ինչ-որ բան բաց թողեցի կամ դուրս մնաց, այդ մասին կարող եք դուք պատմել մեկնաբանություններում, ես էլ սիրով կկարդամ ու ինչ-որ նոր բան էլ ես կիմանամ։ Եթե վիդեոն ձեզ դուր եկավ, մի մոռացեք լայքել ու բաժանորդագրվել ալիքին, ինչպես նաև մեկնաբանություններում գրել, թե այլ ինչ թեմաներով վիդեոներ կուզեք տեսնել ինձ մոտ։ Մերսի, որ նայեցիք մինչև վերջ, կհանդիպենք։